Ամերիկաբնակ երգչուհի Շպրոտն այս տարիների ընթացքում մշտապես աչքի է ընկել իր խիզախ ու անվախ խոսքով։ Նա ժամանակ առ ժամանակ իր ինստագրամյան հարթակում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող մի շարք իրադարձությունների, իր կոշտ ու կոպիտ խոսքն ուղղել այս կամ այն իշխանության ներկայացուցչի վերաբերյալ։ Երգչուհին չի դադարում իր գործելաոճը։ Շպրոտն իր ինստագրամյան էջում մի քանի հրապարակում է արել իշխանական կողմին վիրավորանքներ հղելով։ «Արսեն, թքեմ նամուսիդ, որ չունես, անթասիբ» թուրքերեն բառեր եմ գրել, որ հասկանաս։ Արարատ Միրզոյանի նկարը տարածելով երգչուհին գրել է «Բայրակթար Միրզոյան, ծպտված թուրք»։ Դե իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը տարածելով Շպրոտը գրել է «Նիկոլ Փաշօղլի, քեզ պատմությունը կհիշի Արարատ լեռը ուրացող և Արցախը հանձնողի, 2018-ին ոնց կարայի քեզ սատարեի, սատանան է հայրդ, Նիկոլ», գրել է երգչուհին։ Նշենք նաև, որ օրեր առաջ երգչուհի Շպրոտի ծննդյան տարեդարձն էր։ Այս առիթով երգչուհին մի շարք շնորհավորանքներ էր ստացել, ինչպես նաև անակնկալ ծաղիկներ։ Այսօր երգչուհին ինստագրամյան էջում մի քանի հրապարակումով ցույց է տվել իրեն ուղղված նվերներն ու անակնկալ ծաղիկները։ Ներկայացնում ենք դրանք ձեզ։ Կարաս ասես, որ այս անձնավորությունը ոնց որ թե մեղքի մեջ է, չնայած մենք չենք դատում, չէ, Աստված գիտի ով ինչ մեղքի մեջ է, բայց դու կարաս ասես, որ չգիտեմ, այս քահանան օրինակ չես կարա, բայց ասենք թե ասես այս քահանան լավ չի աշխատում, իր գործը լավ չի, դու չես կարա ասես եկեղեցին լավ չի աշխատում։ Դու կարաս ասես այս անձնավորությունը չի պահում Աստծո պատվիրանը, բայց դու չես կարա ասես համատարած կոմենտների մեջ այսօր եկեղեցին փչացել է, դարձել է ես իմ ինչ։ Նամանավանդ երբ որ դու երկրի ղեկավար ես, դու գոնե պիտի իմանաս այդ տգետ ուրիշ բառ չկա, որ եկեղեցին դա Հիսուս Քրիստոսի սուրբ մաքուր մարմինն է, որտեղ մենք մեղավորներս գնում ենք, ապաշխարում ենք և մաքրվում ենք, և ամեն անգամ ապաշխարելով, պրոցես է դա, դու ամեն անգամ մի քիչ պուճուր մաքրվում ես ու մոտենում ես Տիրոջը։ Եկեղեցին սուրբ է, որտեղ Հիսուսի արյունն է թափվել։ Մենք այդտեղ հաղորդություն ենք ընդունում։ Մենք հաղորդակցվում ենք Հիսուսի մարմնի և արյան հետ, այդ սուրբ տաճարում դու նման արտահայտություն չես կարա անես։ Ու մի բան կարամ ասեմ, այն մարդիկ, ովքեր ես չգիտեմ հիմա ովքեր են նայում, այն մարդիկ, ովքեր այս վիդեոների տակ ծափեր են դրել և գրել են, ճիշտ է ասում, ամոթ ձեզ, ամոթ, որ դուք տգետ եք, որ դուք չգիտեք ձեր պապերը ինչի համար են պայքարել։ Վերցրեք Աստվածաշունչը կարդացեք սրբերի գրականության հետ միասին, որ հասկանաք ինչի մասին է Աստվածաշունչը, կտակարանը, որ հասկանաք, թե առաքյալները մեզ ինչ են սովորացրել, որ հետո նոր կոմենտ գրեք, ասեք ճիշտ է ասում։ Ամոթ քեզ հայ ժողովուրդ, որ դու համաձայն ես այս անտիխրիստի հետ, ամոթ, հիասթափված եմ քեզանից։ Եկել եմ նկարահանման վայր, պարզվեց ամբողջ նկարահանման անձնակազմը շոկի մեջ, բոլորը քրիստոնյա են, մեծամասնությունը առաքելական եկեղեցուց են, և շվարած նստել ենք, որ գիտենք, որ մենք մեզ պիտի քրիստոնյային վայել, հա, պահենք, Քրիստոս ոնց կվարվեր, և մեր պապերը ոնց են վարվել թշնամու հետ, և թշնամին մտել է մեր երկիր, և փորձել է մեր սրբությունները մեր ձեռքից վերցնի, մենք թշնամուն ինչ ենք արել, մինիմալ լարել ենք, մորթել ենք, եթե կարացել ենք, հա, այսինքն եթե սրբությանդ կպնում են,
ընտանիք, երբ որ վտանգը արդեն եկե հասել է քեզ, ու ինչ ես անում, պաշտպանվում ես զենքով։ Ես ասում եմ, սա Աստծո շնորհքն է, որ այդ մարդը դեռ ինքը շնչում է։ Եվ իմ երկիրը կրակներ չի թափում երկնքից։ Երկրի ղեկավարի նման արտահայտությունները կարան անեծք բերեն պրոստը մեր երկրի վրա։ Հասկանում եք, պատիժ, այդ Աստծո շնորհքն է, որ այսքան հələ այդքան չենք պատժվել, հա, սենց ասեմ, պատժվել ենք, բայց հələ ունենք հող, հələ ունենք սահման։ Բայց իմ պապերը թշնամու հետ ոնց են վարվել։ Գրեք մի հատ կոմենտներում մեր պապերը, երբ որ թշնամին եկել է մեր սրբությունները, մտել է մեր եկեղեցիները, ինչ են արել, քահանայից, մանուկից, զինվորից բռնած, ինչ են արել, լոմով լարել են, եթե զենք չեն ունեցել։ Բայց այսօր այս մարդը եկել է իմ սրբություններին է կպնում, ես իրան ինչ եմ անում հիմա։ Տակը ծափեր եմ դնում, ասում եմ ապրես ճիշտ ես ասում։ Դուք հասկանում եք, մենք ուր ենք հասել։ Որ եկել են քո սրբությանը կպնում են, կապ չունի, որ ինքը ազգությամբ հայ է, հեչ կապ չունի։ Ինքը քո սրբությանը կպել է, դու տակը ծափեր ես դնում, բայց քո պապը դրա համար պայքարել է, լարել է թշնամուն։ Լոմով։ Հիմա այս մարդը ազգությամբ ասում են հայ է։ Եվ բոլոր մարդիկ, ովքեր իրա կողքն են, իրա նման են մտածում, համակարծիք են։ Այսինքն այս մարդիկ թշնամի դարձան մեզ, լինելով հայ, իմ համար է շատ ցավոտ է։ Պատիժը ձեզ երկնքից է գալու։ Մեկը գրել է, պետք է աղոթենք մեր թշնամիների համար։ Իհարկե մենք աղոթում ենք։ Բայց մեր պապերը մենակ չէին աղոթում։ Մեր պապերը լոմերով լարում էին իրանց, այդ լոմերով այդ նուրբ եմ ասում։ Ես կարդացել եմ Եղիշեն։ Եթե Աննա Հակոբյանը Եղիշե չի կարդացել, մի խորհուրդ եմ տալի Աննա Հակոբյանն, այդ Եղիշե կարդա, նայեք հոգևորականը ոնց էր թշնամին լարում են, այն թշնամուն, ով փորձում էր մտնել մեր եկեղեցի։ Երեխեքը, ջահելները ոնց էին թշնամու հետ վերաբերվում։ Եղիշեի Վարդանանցի գրքի մեջ պրոստը մի հատ կարդացեք էլի։ Մի հատ տեսեք մենք թշնամին, ով որ մեր սրբություններին կպել է, մենք ոնց ենք վարվել։ Մենք գիտեք խի ենք խեղճանում, որ մեր միջից է, այն որ չգիտես ինչ անես։ Մեր միջից հելել է ու իմ սրբություններին է կպնում։ Ոնց որ թշնամիդ քո, ասենք, չգիտեմ, աղբերդ լինի, մամատ լինի, պապատ լինի, այն որ շվարել ես, չգիտես ինչ անես։